Սև արկղի վերծանմամբ պարզվել է, որ երկու օդաչուներից մեկը դիտավորյալ է կործանել նախօրեին Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորված A320 ինքնաթիռը։ Այս պնդումն այսօր հրապարակել է Մարսելի դատախազ Բրայս Ռոբինը։ Մարտի 24-ին Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորված եւ 150 մարդու մահվան պատճառ դարձած A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն միտումնավոր է սկսել իջեցնել ինքնաթիռի թռիչքի բարձրությունը։ Մինչ այդ ինքնաթիռի հիմնական օդաչուն լքել էր օդաչուների խցիկը, իսկ վերադառնալիս հանդիպել է խցիկի փակ դռանը, հայտարարել է դատախազը։ Նրա խոսքով խցիկի դուռն անսպասելիորեն է փակվել ներսից։ Հիմնական օդաչուն հնարավորություն չի ունեցել ներս մտնել։ Սև արկղի վերծանման արդյունքն այսպես է ներկայացրել Մարսելի դատախազը։ Բրայս Ռոբինը ներկայացրել է նաև դեպքի մանրամասների շղթան։ Մենք լսում ենք, որ հիմնական օդաչուն բազմաթիվ անգամ թակում է դուռը ներս մտնելու համար։ Ասում է, թե ով է ինքը, խնդրում է, որ մյուս օդաչուն խցիկի դուռը բացի եւ իրեն ներս մտնելու հնարավորություն տա, բայց երկրորդ օդաչուն ոչինչ չի պատասխանում։ Այս մանրամասներն է հրապարակել Մարսելի դատախազը։ Ըստ նրա, այդ պահին լսելի է, որ խցիկի ներսում եղել է շնչառություն, եւ այդ շնչառությունը լսելի է եղել մինչեւ աղետը։ Դա նշանակում է, որ երկրորդ օդաչուն կենդանի է եղել մինչև բախումը։ Երկրորդ օդաչուն Լյուֆթանզայի 2 տարվա աշխատակից գերմանացի 28-ամյա Անդրես Լյումբիցն է։ Ֆրանսիայի հետաքննությունների վարչության ղեկավար Ռեմի Ժուտինը տեղեկացրել է, որ օդաչուն կապի մեջ է եղել, սակայն չի հայտնել որևէ խնդրի մասին, եւ աղետը տեղի է ունեցել վերջին հաղորդագրությունից 1 րոպե անց։ Կարգավարները նկատել են, որ ինքնաթիռի ուղղությունը փոխվել է, փորձել են կրկին կապի մեջ մտնել օդաչուի հետ, սակայն վերջինս չի արձագանքել։ Ֆրանսիական հետաքննությունների վարչության ղեկավարը բացառել է օդում ինքնաթիռի մեջ պայթյուն լինելու հնարավորությունը։ Լյուֆթանզայի գործադիր տնօրեն Կարստեն Շպորը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ցնցված է Մարսելի դատախազի հրապարակած բացահայտումներից։ Նա ասել է, որ ամենամյա բժշկական ստուգումների ժամանակ չեն պարզում օդաչուների հոգեբանական առանձնահատկությունները։ Լյուֆթանզայի ղեկավարը ներկայացնելով պարզաբանումներ նշել է, որ ինքնաթիռի խցիկում կա էկրան, որը ցույց է տալիս խցիկի դռան մոտ ներկա մարդուն, եւ սա հիմք է տալիս պնդել, որ երկրորդ օդաչուն ինքնաթիռը կործանել է միտումնավոր, հաշվարկելով իր բոլոր գործողությունները։ Գերմանիայի ներքին գործերի նախարարը Ռոյթերին ասել է, որ չկա որևէ հիմք պնդելու, որ օդաչուն կապ ունի որևէ ահաբեկչական կազմակերպության հետ։ Քննչական մարմինները փորձում են ստուգել 28-ամյա գերմանացի օդաչուի հոգեբանական առանձնահատկություններն ու թռիչքին նախորդած նրա հոգեբանական վիճակը, բացի այդ կրոնական հակումները, ընտանիքի կացությունը, նախկինում օրենքի հետ խնդիրներ ունենալու, անգամ կայուն սիրային հարաբերություններ ունենալու հանգամանքները տեղի ունեցածին լրիվ եւ օբյեկտիվ իրավական գնահատական տալու նպատակով։ Լյուֆթանզայի ղեկավարությունը հայտարարել է, որ հատուցում է տրամադրելու ինքնաթիռից զոհված 150 անձանց ընտանիքներին։ Հիշեցնեմ, նրանց թվում կան նաև երեխաներ։